Բարև ձեզ, Գալանյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով։ Բանակցություններից հետո նախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Ազգային ժողովն այսօր շարունակել է իր աշխատանքները, քննարկվել է պատգամավորների 1/3 կողմից ներկայացված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը, սակայն իշխանական թևի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը։ Երկու օրից կլրանա 2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձությունների 6-րդ տարելիցը, ինչու է դանդաղում գործընթացը եւ ի վերջո երբ է հասարակությունը ստանալու հարցերի պատասխանը։ Գևորգ Կոստանյանի անդրադարձը։ Այսօր տեղի ունեցել կառավարության հերթական նիստը, ինչ նիստի օրակարգին անցնելը Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանում ստեղծված իրավիճակին։ Վիլնյուսում ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո Ուկրաինայի ժողովուրդը դուրս եկավ հրապարակ, Ուկրաինայում զարգացող վերջին իրադարձությունների վերաբերյալ կարևորի մասին հաղորդման շրջանակներում իր կարծիքն է հայտնել Բորիս Նավասարդյանը։ Ուկրաինայում տեղ ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի եւ ուկրաինական սփյուռքի ուշադրության կենտրոնում։ Այդ երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ այսօր խոսել է Հայաստանում ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանը։ Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների նեղ, ապա երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ։ Հիշեցնենք, Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան, հետո սա հայ-վրացական ամենաբարձր մակարդակով առաջին հանդիպումն է Վրաստանի Եվրամիության հետ ասոցիացումից եւ Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշումից հետո։ Հայաստանի Հանրապետության որոշումը միանալու Մաքսային միությանը եւ Վրաստանի որոշումը ազատառյուտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ մեր համոզմամբ չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին։ Ընդհակառակը այս որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին։ Այս համատեքստում կարևորում են անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսում է գումարել 2014 թվականի մարտի 21-ին Երևանում։ Հայ եւ վրացի ժողովուրդները կապված են բազմադարյա բարիդրացիական հարաբերություններով։ Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ իմ պատվիրակության մեջ կան ազգությամբ հայ падգամավորներ ու քաղաքագետներ։ Հայաստանն ու Վրաստանը կապված են միմյանց հետ բազմադարյա պատմությամբ, եւ այս հարաբերությունները ամուր հիմք են ապագա համագործակցության համար։ Փոփոխությունները լինելու են միայն պոզիտիվ, եւ ամեն ինչ պետք է անենք մեր հարաբերությունների զարգացման ու խորացման համար։ Սակայն մենք կապված ենք ոչ միայն պատմությամբ, այլ տնտեսական ու քաղաքական որոշակի մոտեցումներով։ Մենք քննարկել ենք, որ մեր համագործակցությունը անպայման պետք է շարունակվի։ Ուզում եմ ասել, որ նույն մոտեցումը ունի Վրաստանը։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները հարևան երկրների հետ։ Ավելի ուշ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Վրաստանի նախագահի հետ։ Զրուցակիցները կարևորել են երկու հարևան եւ բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը եւ սերտացումը։ Եթերում Գալանյուսն է։ Ազգային ժողովում այսօր շարունակվել է պատգամավորների 1/3 կողմից ներկայացված մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 անձանց մահվան ոստիկանական գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկումը։ Պատգամավորները դարձյալ հանդես են եկել ելույթներով, իշխանական թևի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը, համոզմունք հայտնելով, որ այն ոչինչ չի տալու։ Ընդդիմադիր գործիչներից ոմանք էլ մասամբ համաձայնել են կարծիքին, հիմնավորելով իրենց խոսքը նրանով, որ քանի դեռ պետական մեծամասնության ձեռքում է լծակները, իրենք թույլ չեն տա բացահայտվի ողբերգությունը։ Ովքեր են մարտի 1-ի գործով մեղավորները եւ ովքեր պետք է պատասխանատվություն կրեն 10 անձանց սպանության համար։ Հարցերի պատասխանները պարզելու համար եւս մեկ հանձնաժողովի ստեղծումը որքանով է նպատակահարմար, երբ նման մեկ հանձնաժողով արդեն զբաղվել է գործով տվել իր եզրակացությունը։ Իշխանական ուժերը կարծում են, որ հանձնաժողովը ոչնչով էլ չի նպաստի գործի բացահայտմանը։ Հետևաբար Մարգարիտ Եսայանը դեմ է հանձնաժողովի ստեղծմանը ու սա վստահեցնում է ոչ միայն իր խմբակցության, այլև իր կարծիքն է։
Թե չէ մարտի 1-ի հանձնաժողով, թե չէ դատախազ կանչել, քննչական խմբի ղեկավար կանչել, կներեք մենք դա տեսել ենք։ Եթե ինքը կողմ լիներ, իր խոսքերով ասած այդքան տղամարդկություն կունենար կողմ քվեարկելու, բայց չի քվեարկի, քանի որ դեմ է, վստահեցնում է падգամավորը, հնչեցնելով, որ ընդդիմության համար հեշտ ու հաճելի է թուրն աչուձախ տանել, բայց պետք է յուրաքանչյուրը մարտի 1-ի դեպքերի հարցում իր մեղավորությունը տեսնի եւ չշահարկի հարցն այլ նպատակներով։ Եկեք այնպես բզիկ չանենք այս ողբերգությունը, դա մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության ողբերգությունն է։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնազրկումից ընդամենը օրեր առաջ ռեգիոնների կուսակցությունն ամբողջությամբ աջակցում էր իր ղեկավարին, իսկ օրեր հետո այդ նույն կուսակցության անդամները հայտարարեցին, որ Կիևում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում են միայն Ուկրաինայի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը։ Լյուդմիլա Սարգսյանի օրինակն այն հանրապետականների համար է, ովքեր ներքուստ ազնիվ են, բայց ստիպված են հաշվի նստել խմբակցության դիրքորոշման հետ։ Մի օր էլ նրանք ստիպված կլինեն կանգնել պատասխանատվության առջև։ Հետևաբար կոչ է անում վաղօրոք մտածել, խոսքն ուղղելով բոլոր հանրապետականներին, մասնավորապես Գալուստ Սահակյանին, ով նրա ելույթի ժամանակ պարբերաբար ընդդիմանում էր։ Այն վախճանը, որ ունեցան Յանուկովիչն ու իր մերձակա շրջապատը, կարող է տարածվել նաև այս իշխանության վրա։ Այսքանը, Գալուստ Գրիգորիչ։ Տիկին Սարգսյան, ընդունում եմ ձեր գործընկերների նկատմամբ լինեք հարգալից եւ կոռեկտ, չի կարելի, այն էլ մեծ են Գալուստ Գրիգորիչի նկատմամբ։ Հանձնաժողով ստեղծելու հիմնավորումը անհասկանալի է մնում Ալեքսանդր Արզումանյանի համար, քանի որ ՀՀԿ մեծամասնությունը ըստ նրա թույլ չի տալու, որ բացահայտվի հանցագործությունը, ապա падգամավորը շեշտեց, թե Ռոբերտ Քոչարյանին պետք է ուղղել բոլոր հարցերը, որ կապված են տվյալ գործի հետ։ 7-ի գործով կասկածյալ է, այսօր հարցնում է ինչի 27-ի հանձնաժողով չեք, ստեղծի, ով է ձեռը դբռնել, ստեղծի, պարզիչ, կեղծ ցուցմունք մի դու, ազնիվ ցուցմունք դու կարող է բացահայտվի, մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Արա ես նստելու չեմ վախում, ես 3 անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա։ Հայկ Բաբուխանյանի հետ Ալեքսանդր Արզումանյանի վեճը կարճ չտևեց, եղան միջամտողներ ու հորդորողներ, թե նման պահվածք ազգային ժողովում անթույլատրելի է, իսկ Արզումանյանը շարունակեց, թե ինքը լավ գիտի ինչպես պահել իրեն, քանի որ կյանքում շատ բան է տեսել, իսկ գործի հետ կապված հանձնաժողովներ ստեղծելու փոխարեն առաջարկում է զոհվածների ընտանիքներին աջակցելու քայլեր ձեռնարկել։ Դրանով դուք շատ ավելի մեծ գործ կանեք։ Մարտի 1-ի ողջ բանը իրողությունը եւ բոլոր հանգամանքները բացահայտվեն միայն եւ միայն հանրապետական կուսակցության իշխանությունից գնալուց հետո։ Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ ազգային ժողովի բոլոր խմբակցությունները բացի ՀԱԿ-ից եւ ժառանգությունից կրում են մարտի 1-ի պատասխանատվությունը։ Նա նաեւ զարմացավ այն անձանց պահվածքի վերաբերյալ, ովքեր ըստ նրա մեղավորների շարքում են։ Մնում է Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ցույց անի, գա եւ պահանջի իրողություն։ Ես զարմանում եմ, ցինիկությունը եւ բանը ամեն ինչ իր սահմանը ունի։ Նրանց կողմից ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված 8 ցուցարարները հանցագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտի 1-յան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ երեկվա իր պահվածքին, շեշտելով, որ չէր կարող այն մարդկանց հետ հարգել զոհերի հիշատակը, ովքեր մեղավոր են այդ գործում։ Դա կլիներ անարգանք նրանց նկատմամբ։ Վարդուհի Արզումանյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։ Երկու օրից կլրանա 2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձությունների 6-րդ տարելիցը։ Անցնող տարիների ընթացքում իշխանությունները բազմաթիվ անգամներ տարբեր ամբիոններից հայտարարություններ են արել, թե ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները 10 սպանությունները բացահայտելու ուղղությամբ, սակայն առ այսօր սպանությունները բացահայտված չեն եւ մարտի 1-ի իրական կազմակերպիչները պատժված չեն։ Ինչու է դանդաղում գործընթացը եւ ի վերջո երբ է հասարակությունը ստանալու հարցերի պատասխանը։ Մարտի 1-ի իրադարձություններին այսօր անդրադարձել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով դարձյալ հայտարարել է, որ սպանությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր։ Մենք խոսում ենք ոչ թե արդար դատաքննության սկզբունքի, այլ արդյունավետ քննության ապահովման սկզբունքի իրագործման մասին, իսկ այդ տեսակետից արդյունավետ քննության սկզբունքը ունի որոշակի չափանիշներ։ Եվ ես վստահեցնում եմ, որ այդ գործով իրականացվում են բոլոր քննչական անհրաժեշտ օպերատիվ քննչական աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովենք արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը եւ
Այդ առումով վստահ եմ, որ մենք առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամանքները մանրամասն։ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանում ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, օրերս գործարանի ղեկավարությունը հայտարարել է, որ անօրինական կերպով անջատել են ցեմենտի գործարան մատակարարվող ջուրը եւ ուղղել Ադրբեջան։ Ուստի Տիգրան Սարգսյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից բարձրաբանում է խնդրել գործարանում կատարված տեսչական ստուգումների վերաբերյալ։ Նախարարը բացատրել է, որ վերջին օրերին Արարատյան դաշտավայրում իրականացվել են ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ եւ բացառել է այն փաստը, որ անջատումները կապված են այդ գործարանի հետ։ Ինչու եւ ինչ պատճառներով է դադարեցվել Արարատ ցեմենտ գործարանը սպասարկող ջրամատակարարումը, կառավարության հերթական նիստը մեկնարկեց այս հարցի քննարկմամբ։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե լրագրողներն իրենից հետաքրքրվել են, թե ինչ տեսչական ստուգումներ են իրականացվում Արարատյան դաշտավայրում, որի արդյունքում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ապա նա դիմեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Խնդրեի ձեզ, պարոն Հարությունյան, տալ բարձրաբանումներ, թե ինչ տեսչական գործողություններ եք անում։ Արամ Հարությունյանը ի պատասխան հայտարարեց, թե ինքը եւս վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսել է տարբեր մեկնաբանություններ, որոնք իր գնահատմամբ անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ Հարությունյանի, Արարատյան դաշտավայրում իրենք իրականացնում են ջրօգտագործման հետ կապված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաեւ տեսչական ստուգումներ։ Բացի այդ, ըստ բնապահպանության նախարարի, Արարատ ցեմենտ գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին իրենց ներկայացված տեղեկատվության համաձայն գործարանն արտադրական գործունեություն չի ծավալել։ Բնականաբար նաեւ Ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուրդային համակարգից։ Ցամաքուրդային համակարգ, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար։ Տեսչական ստուգումները սկսվել են դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից, իսկ գործարանի ջրամատակարարումը դադարեցվել ընդամենը մի քանի ժամով, արդեն կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Արամ Հարությունյանը, նշելով, թե անհիմն են հայտարարություններն այն մասին, թե գործընթացը քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Նաև գործարանը չի ունեցել ջրօգտագործման թույլտվության երկարացում, սակայն նրանք հայտարարել են, որ արտադրական process չունեն եւ մենք իրենց տեղեկացրել ենք, այո, մենք առարկություններ չունենք ձեր տեխնիկական նպատակով ջրառի վերաբերյալ։ Քաղաքական ենթատեքստը բացառում է նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, թե Արարատ ցեմենտ գործարանի պոմպակայանի ջրազրկման խնդրի հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել։ Առայժմ իրականացվել են քննչական գործողություններ, երկու այլ քրեական գործերի հետ կապված, սակայն որպես կասկածյալ ներգրավված անձիկ չկան։ Այլ պայմաններում խտրականության մասին մենք կարող ենք խոսել, եթե մենք բոլոր այլ կազմակերպություններում իրականացնենք այդ քննչական գործողությունը եւ կոնկրետ այդ Արարատ ցեմենտ կազմակերպությունում չիրականացնենք, ես կարծում այդ պայմաններում արդեն բոլորիդ մոտ կառաջանար այդ խտրական մոտեցման պատճառների հարցը։ Ինչպես հայտնի է, Արարատ ցեմենտ գործարանը պատկանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, եւ ստեղծված իրավիճակից հետո ԲՀԿ-ական առանձին գործիչներ հայտարարեցին, թե այս ամենը պայմանավորված է Ծառուկյանի քաղաքական հայացքներով եւ որ նրա նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ ԲՀԿ մամլոխոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեծ էջրույթում նշեց, թե նոր ասելիք տեղի ունեցածի վերաբերյալ իրենք չունեն։ Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե իրականացված տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործողներ, Ուրիխանյանը նշեց. Բնականաբար ոչ, բնականաբար հավուր պատշաճի միշտ վճարվել են բոլոր ծառայությունները եւ ծառայություններ իրականացնողները արածի դիմաց, իսկ տվյալ դեպքում նույնիսկ առկա է գերավճար։ ԲՀԿ-ականները շարունակում են պնդել գործարանի բնականոն աշխատանքը խափանելու պատճառը Գագիկ Ծառուկյանի կուսակցության համագումարում արած հայտարարություններն էին։ Մինչդեռ գործադիրի անդամները պնդում են հակառակը, ջրամատակարարման դադարեցումը քաղաքական դրդապատճառներ չուներ։ Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավում քննարկվում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքից պարտադիր բաղադրիչի կիրառումը 1 տարով հետաձգելու հարցը։ Այս խոսակցությունները որքանով են համապատասխանում իրականությանը եւ արդյոք հանրապետականները հակված են հետաձգելու օրենքի կիրառումը։ Այս մասին Գալայի լրագրողը փորձել է ճշտել Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի կարծիքները։ Գալուստ Սահակյանը բացառել է այն շեշտելով, թե քանի դեռ չի եղել սահմանադրական դատանի վերջնական որոշումը, իրենք նման հարց քննարկել չեն կարող,
իսկ Հովհաննես Սահակյանը օրենքի կիրառումը համարում է առաջընթաց քայլ ապագայի համար։ Նրանք երկել են այս տեղեկությունները, իսկ այլ հանրապետականներ էլ Galativ.am կայքին տված հարցազրույցում չեն բացառել նման մոտեցումն ու վերանայումը, ավելին կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է վերանայել հարցը եւ որոշակի փոփոխությունների ենթարկել։ Խոսքը Լեռնիկ Ալեքսանյանի, Վարդան Այվազյանի մասին է, ովքեր նշել են, որ պաշտոնական քննարկումներ չէ, բայց առաջարկություններ ու խոսակցություններ եղել են։ Դա ինչ-որ երևի բամբասանք է, սպրտնել է մամուլի աշխարհ, ձեզի թյուրիմացության մեջ եք։ Մենք նման բան չենք քննարկել դեռ։ Ես որպես քաղաքական խորհրդի անդամ նմանատիպ քննարկման չեմ մասնակցել եւ չկա։ Մենք ընդհանրապես փորձում ենք ավելի լայն ծավալով մեր հանրությանը ներկայացնել այդ բարեփոխման ընթացքը եւ կարեւորությունը։ Ես ինքս հանդիպումներ եմ ունենում Սպիտակի տարածաշրջանում Լոռու մարզում եւ փորձում եմ նաեւ երիտասարդությանը, նաեւ շահագրգիռ կողմերին անձանց ներկայացնել բարեփոխման բուն նպատակը եւ կարեւորությունը։ Որոշում կայացնելու առումով հատկապես որ նմանատիպ քննարկում մեր քաղաքական խորհրդում, մեր կուսակցությունում չի ծավալվել եւ նման գաղափար չկա, չեմ կարծում որ արդիական է նման հարց նաեւ քննարկել։ Մյուս թեմաների մասին այսօր Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Եվրամիության խորհրդատվական խմբի համատեղ ջանքերով կազմակերպվել էր հանրային իրազեկման միջոցառում, որի նպատակն էր մանրամասն տեղեկատվություն տրամադրել 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ։ Եվրամիություն Հայաստան վիզաների դյուրացման համաձայնագիրը ենթադրում է բարձրացված ընթացակարգեր կարճաժամկետ մուտքի վիզաների տրամադրման համար, այսինքն այն դեպքերում, երբ որևէ շենգենյան երկիր այցի նախատեսվող տևողությունը չի գերազանցում 90 օրը 180 օր ժամանակահատվածում։ Վիզաների վճարը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար այժմ ավելի ցածր է 35 եվրո նախկին 60-ի փոխարեն, իսկ որոշ խմբերի համար նույնիսկ անվճար է։ Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդատու Էլեոնորա Վերգերը ներկայացրել է վիզաների ստացման դյուրացման ընթացակարգի բոլոր այն դրույթները, որոնց շուրջ կնքվել է համաձայնագիրը։ There are 3 categories of persons who can be issued 5 տարի վավերականությամբ վիզա կարող են ստանալ պետական հաստատություններում աշխատող անձինք, ովքեր գործունեություն են ծավալել աշխատանքային խմբերում եւ պետական խմբերի հիմնական անդամները, ովքեր մասնակցում են պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին եւ բանակցություններին։ In the exercise of our permanent members of official delegations. Մենք փորձում ենք մեր դիմորդներին հնարավորինս նախապատրաստել, թարմացնելով մեր վեբ կայքերն ու մեր տեղեկատվական թերթիկները։ And of course we are, as everybody else, more transparent to our applicants. We've been observing since the beginning of Հունվար ամսվա սկզբից մինչ օրս մենք արդեն դիտարկել ենք դիմորդների հայտերի գրեթե 50%-ը, ովքեր այլևս չեն վճարելու մուտքի արտոնագրի համար վճարումներ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ նախկինում մուտքի արտոնագրի համար չէին վճարում միայն առանձին դեպքերում։ Հիմա մենք կարող ենք ասել, որ դիմորդների մեծ մասը այլևս մուտքի վիզայի համար չի վճարելու։ Վիլնյուսում ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո Ուկրաինայի ժողովուրդը դուրս եկավ հրապարակ, օրեցօր նրանց թիվն աճեց, ինչը ստիպեց իշխանություններին ուշ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նրանք պահանջում էին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Նոր իշխանություններն արդեն ստորագրել են Յանուկովիչի կալանքի սանկցիան։ Նա մեղադրվում է խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդի մեջ։ Ուկրաինայում զարգացող վերջին իրադարձությունների վերաբերյալ կարևորի մասին հաղորդման շրջանակներում իր կարծիքն է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Եվրամիության կառույցները բյուրոկրատիան այդքան սովոր չի արագ արձագանքել ընդհանրապես եւ դա է պատճառը, որ փաստորեն ունենալով հնարավորություն շատ ավելի ակտիվ դեր խաղալ, Եվրամիությունը այդ դերը չկատարեց։ Ի վերջո հիմնական հարցերը լուծեց հենց Ուկրաինայի ժողովուրդը, ոչ թե արտաքին միջամտությունները։ Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքի հետ, որ փաստորեն արևմուտքի կազմակերպեց այդ ամեն ինչը, իհարկե համաձայն չեմ։ Այո, արևմուտքը երկար տարիների ընթացքում շատ մեծ գործ արեց Ուկրաինայում, այսինքն դաստիարակեց քաղաքացիական հասարակություն, սերմանեց ժողովրդավարության եվրոինտեգրացիոն գաղափարների շուրջ վճռական տրամադրություններ ուկրաինական հասարակությունում, որոնք իհարկե մեծ դեր խաղացին այս ամբողջ մայդանյան գործընթացներում։
Շատերը քննարկում են նաև այն փաստը, որ Ուկրաինայում մասնատման վտանգ կար։ Հիմա նաև ներքին ինչ-որ խնդիրներ կարող են առաջանալ հաշվի առնելով, որ նաև ազատության մեջ է Տիմոշենկոն, ում նկատմամբ վերաբերմունք Ուկրաինայի ժողովրդի շատ հակասական է։ Տիմոշենկոյի քաղաքականություն վերադարձնին չկանով ինչպես կընդունեն Ուկրաինայի ժողովուրդը։ Ուկրաինայում մնում է բնակչություն, որը իրեն ավելի շատ նույնացնում է Ռուսաստանի ռուս ազգի հետ, քան Ուկրաինայի, սակայն այդ բնակչության մեծ մասը բավականին պասիվ են։ Իրենք չունեն առաջնորդներ, ում կարող են վստահել եւ չունեն վճռականություններ ինչ-որ բողոքի դուրս գալու։ Կան իհարկե առանձին խմբավորումներ, բայց հիմնականում դա բնակչության պասիվ, հասարակության պասիվ մասն է։ Եվ շատ այսպես զանգվածային նոր բողոքի ցույցեր ընդդեմ հեղափոխությանը ես չեմ ակնկալում։ Ինչ վերաբերում է Տիմոշենկոյի վերադարձին քաղաքականություն, երևի դա ինչ որտեղ բնական է, որտեվ նա բավականին խարիզմատիկ կերպար է, ինքը մի կերպար է, որը կարողացել է ապացուցել, որ կարող է առաջնորդ լինել քաղաքական առումով, եւ իր ցանկությունը վերադառնալ ակտիվ քաղաքականություն եւ նույնիսկ դառնալ երկրի նախագահ հասկանալի եւ բնական է։ Կարևորի մասին հաղորդման շրջանակներում իմ գործընկեր Նաիրա Նալբանդյանի հարցազրույցը Բորիս Նավասարդյանի հետ ամբողջությամբ կարող եք դիտել Գալանյուսի այս թողարկման ավարտից հետո։ Հայաստանում ուկրաինական համայնքի նախագահ Աննա Հարությունյանն այսօր լրագրողների հանդիպման ընթացքում հայտնել է, որ ուկրաինական համայնքը դժգոհ չէ Ուկրաինայում տեղ ունեցած փոփոխություններից, սակայն այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ թե ներկայիս իշխանությունները եւ թե քաղաքացիները պետք է շատ զգուշ լինեն իրենց հետագա քայլերի եւ որոշումների մեջ, քանի որ հենց Մայդանում պայքարող ցուցարարների մեջ էլ կային տարբեր կարծիքներ ունեցող անձինք։ Բանախոսի համոզման փոփոխությունից հետո էլ վիճակը Ուկրաինայում դեռևս կայուն չէ, քանի որ ներկայումս էլ կան մարդիկ, ովքեր կողմնակից չեն նոր ստեղծված կառավարությանը, սակայն այդ հարցը եւս պետք է փորձել կարգավորել խաղաղ ճանապարհով, որպեսզի կրկին պատերազմ տեղի չունենա եւ չվերսկսվեն բախումները։ Իսկ Հայաստանը բնակվող ազգությամբ ուկրաինուհի Նադեժդա Պասյուկի խոսքերով դա իրենց ժողովրդի արդար պայքարն էր հանուն իրենց իրավունքների։ Понять можно всех, потому что за убеждения люди идут на смерть. Это действительно так и случилось, понимаете? Ну, вот теперь для того, чтобы не продолжались эти страшные события, необходимо действительно поступать мудро, взвешенно. Политики должны быть очень осторожны и в высказываниях, и в поведении, и в намеченных каких-то планах на будущее Украины. Опять-таки надо подходить взвешенно. Перемена, конечно, будет в Украине, и очень хорошая перемена. Мне кажется, что все хорошо будет, что все восторжествует добро, это гуманность человеческая, и будет все мирно и тихо, и еще будет даже лучше. Потому что людям не хватает, все правительство, но я не хочу говорить, конечно, мне очень, чтобы обидеть кого-то, но людям не хватает на хлеб денег. Не хватает. Вот они все жалуются. Сколько мы ездили в 2011 году, в 2006 году мы ездили вот на фестиваль, на форум ездили. Но все жалуются, что вот все подорожало, а денег почти не добавляют. Ուկրաինայի գերագույն ռադան կողմ է քվեարկել Վատկիվ շինախմբակցության նախագահ Արսենի Յացենյոկին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելուն, ինչպես հաղորդվում է այդ որոշմանը կողմ է քվեարկել 371 պատգամավոր։ Գերագույն ռադայի նախագահ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է որոշումը ու խնդրել Յացենյոկին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել։ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստան Դաշնության իշխանություններից խնդրում է ապահովել իր անձնական անվտանգությունը ծայրահեղականների գործողություններից, որոնք գրավել են իշխանությունն ու Ուկրաինան։ Այս մասին ասվում է ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ Մեր երկրի շատ քաղաքների փողոցներում էքստրեմիզմի դրսևորումներ են։ Իմ եւ իմ կողմնակիցների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչում։ Ստիպված եմ Ռուսաստան Դաշնության իշխանություններից խնդրել ապահովել իմ անձնական անվտանգությունը ծայրահեղականների գործողություններից, ասված է Յանուկովիչի ուղերձում։ Նրա
նրա խնդրանքը բավարարվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Յանուկովիչը նաև հայտարարել է, որ նախկինի պես իրեն համարում է Ուկրաինայի օրինական նախագահ։ Իսկ ավելի ուշ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Աննա Գերմանը հայտարարել է, որ այսօր ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը կեղծ է։ Տեսել եմ հայտարարությունը, կարդացել եմ այն, ըստ իս այն կեղծված է, ասել է Աննա Գերմանը։ Իսկ այսօր ակտիվիստները գրավել են Ղրիմի խորհրդանի և կառավարության շենքերը։ Նրանք այնտեղ տեղադրել են Ռուսաստանի դրոշը։ Գիշերը տեղի զինված անձանց խումբը մոտ 30 մարդ պահակներին խնդրել են լքել Գերագույն խորհրդի շենքը և հանձնել զենքը։ Այժմ Սիմֆերոպոլի ոստիկանության շրջանում տագնապ է հայտարարված։ Ուժայինները շղթայել են խորհրդանի շենքը։ Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավարը հայտնել է, որ շենքը գրաված մարդկանց թիվը մոտ 35 է։ Ավելի ուշ Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդանի նախագահությունը առաջարկել է շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները և զորամասերը արևմտյան և կենտրոնական ռազմական օկրուգների ռազմական պատրաստության ստուգման շրջանակներում սկսել են լայնամասշտաբ շարժ իրականացնել։ Այդ գործողությունները անցկացվում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով։ Զորքերի պատրաստվածության ստուգման գործողությունը սկսվել է փետրվարի 26-ից և կավարտվի մարտի 3-ին։ Նշվում է, որ ռազմական պատրաստվածության ստուգման հիմնական խնդիրը հրամանատարների և շտաբների գործողությունների գնահատականն է։ Զորքերը բարձր մարտական պատրաստվածության բերելու և դեպի կենտրոնացման շրջաններ տեղաշարժվելու ընթացքում։ Ընդհանուր առմամբ ստուգմանը մասնակցում է զինված ուժերի տարբեր զորքերի մոտ 150 000 զինծառայող։ Կգործարկվի 90 օդանավ, ավելի քան 120 ուղղաթիռ, մոտ 880 տանկ, ավելի քան 1200 միրավոր ռազմական տեխնիկա, մինչև 80 նավեր։ Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները որևէ կերպ կապ չունեն Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակի հետ։ Դրանք ուղղված են բացառապես ռուսական զորքերի պատրաստվածության ստուգմանը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և որդու Բիլալ Էրդողանի միջև մի գործարարի հետ կապված 10 միլիոն դոլարի կաշառքի վերաբերյալ հեռախոսազրույցի ձայնագրությունն է հայտնվել YouTube-ում։ Խոսակցությունն ընթանում է Սթեկայան անունով մի գործարարից 10 միլիոն դոլար կաշառք վերցնելու շուրջ։ Ձայնագրության մեջ լսվում է, որ Էրդողանն ասում է որդուն. «Այդ փողը մի վերցրու։ Ինչքան որ խոստացել է, թող դա բերի։ Եթե չի բերելու, ուրեմն պետք չէ»։ Հիշյալ ձայնագրության մեջ պարզ չէ, թե ինչ նկատի ունի Էրդողանը, սակայն ձայնագրությունն ինտերնետում տեղադրողները նշել են, թե Էրդողանը նկատի է ունեցել, որ այդ գործարարի առաջարկած գումարը քիչ է։ Սա առաջացրել է թուրք հասարակության դժգոհությունը։ Նրանք բողոքի ակցիաներ են անցկացրել երկրում։ Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հավանություն է տվել իրավական գործունեության կարգավորման մասին օրինագծին, համաձայն որի երկրի դատաիրավական համակարգի գլխավոր ինստիտուտի հիմնական լիազորություններն անցնում են արդարադատության նախարարությանը։ Կառավարությունը խորհրդարաններ ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, համաձայն որոնց Թուրքիայի դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի կառուցվածքում մտցվում են էական փոփոխություններ։ Օրենքը Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների բացասական արձագանքին է արժանացել։ Միացյալ Նահանգների 4 նոր դեսպանները ծաղրի են ենթարկվել, երբ նրանցից քննություն է վերցրել ամերիկյան սենատը։ Այդ մարդիկ նշանակվել են նախագահ Օբամայի կողմից։ Այս պատմությունը կրկին վեճեր է առաջացրել այն դեսպանատների համար, ուր նշանակում են ոչ թե կադրային դիվանագետներ, այլ նրանք, որոնց նախագահները ցանկանում են պարգևատրել իրենց նյութական նվիրատվությունների համար։ Նոյի Մեյմեթը եւ Ռոբերտ Բարբերը, որոնք նշանակվել են Արգենտինայում եւ Իսլանդիայում դեսպան, խոստովանել են, որ երբեք չեն եղել այդ երկրներում։ Արման Գևորգյան, Կալանյուս։ Այժմ բարեկամներ ծանոթացեք մարզաշխարհի նորություններին, այնուհետև եղանակի կհանդիպենք ժամը 22-ին։ Առայժմ։ Մադրիդի Ռեալը 1 ոդկով ֆուտբոլի